մասնակցեցիք 3 գումարած 3 տարածաշրջանային հարթակի նախարարական հանդիպմանը եւ ես խնդրում եմ ձեզ մեր քաղաքացիներին եւ մեզ հետ կիսվել արդյունքներով եւ հատկապես երկու դրվագի վրա կխնդրեմ ձեր ուշադրությունը հրավիրեք Թուրքիայի հետ կարգավորման գործընթացի վերաբերյալ ինչ կարող եք ասել, ինչ ակնկալիքներ կարող ենք ուրեմն մենք ունենալ եւ ըստ էության ես նաեւ կխնդրեմ ձեզ անդրադառնալ այն հարցին, որ կարծես թե հնչեց առաջարկ, որ 3 գումարած 3 հարթակը դառնա նաեւ հարթակ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ես կուզեմ նախ արձագանքեք սա արդյոք առաջարկ էր թե չէ եւ ինչ կարծիք եք սրա մասին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, հարցին կպատասխանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, համեցեք պարոն Միրզոյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հարցի համար։ Ուզում եմ հիշեցնել եւ ընդգծել, որ 3 գումարած 3-ը տարածաշրջանային խորհրդատվական հարթակ է եւ մեկ անգամ չէ, որ մենք ասել ենք, որ մենք կարևորում ենք մեր հարևանների հետ հարաբերությունները, մենք կարևորում ենք իրավիճակը մեր շուրջը, մեր տարածաշրջանում եւ մենք ձգտում ենք զարգացնել, էապես զարգացնել այն գործընկերների հետ հարաբերությունները, ում հետ ունենք հարաբերություն եւ կարգավորել այն հարևանների հետ հարաբերությունները, ում հետ չունենք այդ հարաբերությունները այժմ եւ հետո ըստ այդմ էլի զարգացնելու տեսլականով եւ մենք առաջին պահից էլ մասնակցել ենք 3 գումարած 3 հարթակի աշխատանքներին եւ կարծում եմ, որ կշարունակենք մասնակցել։ Կրկին մենք կարևորում ենք տարածաշրջանում մեր հարևանների հետ մեր հարաբերությունները։ Ինչ վերաբերում է հարցի այն մասին, որ ինչպես կարող է այս հարթակը լինել կամ չլինել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հարթակ, ապա ուզում եմ ասել, որ այդ առաջարկը մեծ հաշվով չկա էլ դրված սեղանին եւ եթե լինի էլ մենք նպատակարար չենք գտնի դրան դրական արձագանքել, որովհետեւ մենք Ադրբեջանի հետ ունենք մեր երկկողմ բանակցությունների ձևաչափը, ընդ որում բոլոր ուղղություններով եւ սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի շուրջ եւ հարաբերությունների կարգավորման եւ այլ բան, որ ինչպես տարբեր բազմակողմ միջոցառումների ընթացքում, օրինակ, չգիտեմ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա, որևէ այլ ՀՀԿ նախարարական եւ այլ, այնպես էլ 3 գումարած 3-ին տարբեր երկրների նախարարներ օգտագործում են այդ առիթը միաժամանակ միտեղ լինելու եւ իրենց երկկողմ հանդիպումներ եւ բանակցություններ եւս ունենում են, այս անգամ մենք էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ բացառություն չենք, մենք ունեցանք մեր բանակցությունների հերթական ռաունդը, մենք կենտրոնացանք խաղաղության պայմանագրի տեքստի վրա, փորձեցինք էլի դրական զարգացում ապահովել եւ մոտեցնել հնարավոր շուտափույթ պայմանագրի կնքումը։ Արձագանք։ Շնորհակալ եմ, քանի որ անդրադարձակ նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը Ստամբուլում մեր կողմից ուրեմն հիշատակվող հանդիպումների ընթացքում ինձ հետաքրքիր է նաև այն կոնտեքստում, որ Ադրբեջանի նախագահը այսօր օրինակ էլի հանդես է եկել հայտարարություններով, որտեղ Հայաստանին մեղադրել է ձգձգելու մեջ խաղաղության գործընթացը եւ խաղաղություն չցանկանալու մեջ նաև ինձ հետաքրքիր է ձեր եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հանդիպման արդյունավետությունը ինչպես է գնահատում եւ առհասարակ այս կոնտեքստում ինչպես է գնահատում բանակցությունների գործընթացը։ Շնորհակալ եմ։ Գիտեք, առաջին անգամ չի, որ մենք ոչ կառուցողական հռետորաբանություն ենք նկատում պաշտոնական Բաքվից, սա որևէ կերպ, ինչպես քիչ առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետը ասեց, մեզ չի շեղում եւ չի շեղելու մեր ռազմավարությունից համբերատար եւ կառուցողական եւ ակտիվ կերպով աշխատել օր առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը եւ խաղաղության պայմանագրի ստորագրումը իրականություն դարձնելու համար իդեպ կրկին շատ խորհրդանշական է եւ այսօր կարող ենք արդեն լիարժեքորեն ասել ձեր քվեարկությունից հետո մենք ունենք արդեն մի իրավական պատմության մեջ առաջին իրավական փաստաթուղթը կնքված երկու երկրների միջև եւ այդ փաստաթուղթը արդեն հիմք է դնում եւ որոշակի շատ հստակ պատկերացում է տալիս երկու երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին եւ նաեւ հետագա կոնկրետ սահմանների մասին եւ հետագա սահմանազատման մասին այնպես որ ես
կարող է միայն վերահաստատել մեր դիրքորոշումը եւ կրկին կոչ անել մեր հարևաններին ավելի կառուցողական ներգրավել բանակցություններում։ Թուրքիայի մասին հարցին ուղղակի ժամանակ չմնաց անդրադառնալ, բայց պետք է ասեմ, որ մեր երկխոսությունը եւս դրական հունով զարգանում է եւ ես կարծում եմ մենք արդեն ունենք որոշակի շոշափելի առաջընթաց, այդ թվում եւ օդային տարածքից օգտվելու եւ այլ հարցերում եւ կան որոշակի վստահության ամրապնդող միջոցառումներ, որոնք մենք պլանավորում ենք համատեղ անել։ Իհարկե մենք ունենք Մյուս իրավունքը, որ ասպատակում են ուրեմն այս ընդդիմադիրները, օրինակ խոսքի ազատությունն է, լրագրողների իրավունքներն են առհասարակ։ Մի հատ թթու բառ ասես լրագրողներին, վայ, կգան պլակատներով ստեղ կկապեն։ Ամենայն հարգանքով բոլորիդ նկատմամբ սիրելի գործընկերներ, ես էլ եմ լրագրող եղել։ Մի հատ թթու բառ ասեն, գիտես ինչ կանեն։ Էլ չեմ պատկերացնում, նյութեր կգրվեն, էլ չեմ ասում ինչ վերնագրերով եւ այլն եւ այդպես շարունակ, բայց որ օրինակ ընդդիմադիր падգամավորը գալիս է ասում է, որ լավ լրագրող լինեիք, կներեք այս ժողովրդական խոսքից, լավ լրագրող լինեիք, դուք էլ 4 հատ տուն կունենայիք։ Այսինքն էսի չես ասում։ Տիկին Թագուհի Թովմասյան, հարգելի լրագրողներ, դուք նորմալ եք ընկալում ես, հարցեր չունեք Թագուհի Թովմասյանին դուք ընդհանրապես։ Դուք լավ լրագրող չեք։ Ես կարծում եմ, որ դուք լավ լրագրող եք։ 3-4 հատ տուն ունեք Երևանի կենտրոնում, հա՞։ Օրինակ Տիկին Խամոյանը ունի, բան չունի, մյուս ընդդիմադիր նախկին լրագրողը ասելու Թագուհի Թովմասյանին։ Տիկին Թովմասյանը դից ծառայությունների դիմաց եք 3-4 հատ տուն արել Երևանի կենտրոնում, մի հատ էլ երեսով եք տալիս այն լրագրողներին, ովքեր 3-4 հատ տուն չունեն։ Այ քեզ բան։ Էսա ձեր պատկերացումն առհասարակ մարդկային փոխհարաբերությունների, աշխատանքային փոխհարաբերությունների, ձեր խմբագրության լրագրողները ձեր ստարուկներն են։ Հա? Լավ լրագրողներ են ձեր խմբագրության լրագրողները։ Մարդա 4 հատ տուն արել եք իրանց համար, նենց փող տվել եք իրանց, որ մարդա 4, այս ինչեր եք խոսում ընդհանրապես։ Եվ պարոն Եղոյանը շատ ճիշտ է ասում, լրագրողական լրատվամիջոցների հաշվետվություններ կան, հələ մի հատ հրապարակեք, տեսնենք այդ որտեղից ձեզ այդ գումարները։ Եվ ես պետական կառույցներին նաև կոչ եմ անում եւ պահանջում եմ բացել ուրեմն լրատվամիջոցների մասին օրենսդրությունը ու կարդալ եւ հասկանալ, որ եթե կան լրատվամիջոցներ, որոնք հաշվետվություն չեն ներկայացրել, նրանք կարող են նաեւ չհավատարմագրել այդ լրագրողներին։ Հարգելի պետական կառույցի համապատասխան բաժինների գործընկերներ, հետևեք օրենքի տառին եւ պահանջին, խնդրում եմ։ Եվ սիրելի լրատվամիջոցներ, մեր հանրությանը ասեք, ձեր եկամուտները որտեղից են, ինչ են եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ առհասարակ ընդդիմությունը իր ամբողջ փողերը լցրել է լրատվական դաշտ, լրատվական դաշտը լցրել է լրատվության հետ կապ չունեցող մարդկանցով ու փակել է դուռը այն մարդկանց համար, ովքեր ուզում են գալ եւ զբաղվել ռեալ լրագրությամբ, օգուտ տան պետությանը, բուֆեր լինեն քաղաքացիների եւ իշխանության միջև։ Բան չունեք, բա հարգելի լրագրողներ, ես մասով ասելու ընդդիմադիր գործընկերներին, ովքեր ղեկավարում են մի շարք լրատվականներ, թե մենակ մեզ պետք է գաք ինչ-որ sense խառը խաչաձև հարցեր տակ, երբ որ մի ամիտ մեկն ու մեկս մի ավել պակաս բարկասի կամ հղում կանի ձեր սիրելի տերտերների ասած բառերի վրա։ Մի հատ կարող է գաք էթիկայի հանձնաժողովի պահանջով մեզ դիմում գրեք, որ Թագուհի Թովմասյանի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծի, հա՞։ Թե դրանից ավելի քիչ եք նեղվել։ Եվ կարծում եմ այստեղ էլ, այսինքն մարդկանց իմ ընկալում ընդդիմադիրները բոլոր լրագրողներին գերեվարել են առհասարակ եւ հիմա լրագրողներից ուղակի ձայն չենք լսում։ Եվ նաև Տիկին Մանասյան, դուք լուսաձայնային նռնակների հատուկ միջոցների մասին խոսեցիք, բայց ես ուզում եմ արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում։